Հետևի կապարիչը, տեղադրվի եւ վերջ։ Այսպես ստեղծվում է ARM-Tab-ն ու ARM-Phone-ը, աշխատում է երկու հոսքաշար սմարթֆոնի եւ պլանշետի համար։ Արտադրական գործընթացում յուրաքանչյուրն իր գործն ունի։ Մայրական սալիկին են ամրացվում դետալները, վերջում թեստինգ անկյուն, ստուգում են թերությունները եւ բացթողումները։ Technology and Science Dynamics ընկերությունում արտադրական գործընթացին ծանոթանալու է եկել վարչապետը։ Գործարանում հավաքված պլանշետների մի խմբաքանակ արդեն Հայաստանի դպրոցներում է։ Անցած տարի հավաքվեց 700 պլանշետ։ Ծրագիրը կշարունակվի նաև այս տարի։ Ընկերությունում գիտական ու տեխնոլոգիական նախագծերի վրա աշխատում է 117 մասնագետ։ Առաջիկայում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Ընկերության տնօրենը հիշեց, 3 տարի առաջ շատերը չէին հավատում, որ մի օր գործարանը կարող է աշխատել եւ արտադրանք տալ։ Սկսվեց բոլորն ասում են խենթ ես։ Հիմա արդեն սկսում են բուրժուեն հարցնել, ոնց է, ինչ ես անում, ուր ես հասել։ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, ընկերության հաջողության պատմությունը կարող է վարակիչ օրինակ դառնալ մյուսների համար։ Ոլորտում կա որակյալ մարդկային ռեսուրս, այն պետք է օգտագործել։ Կառավարությունը շարունակելու է աջակցել գերակա ճյուղ համարվող ՏՏ ոլորտին։ Մենք պատրաստակամ ենք եւ համոզված ենք, որ մեծ ապագա ենք ունենալու միասին, եւ դա մեր նավթն է, մեր գազն է, մեր ծովն է։ Եվ այդ ոլորտը լինի մեր ուշադրության կենտրոնում։ Մայիսի սկզբին հայկական հեռախոսները կհայտնվեն տեղական շուկայում։ Բանակցություններ են տարվում կապի եւ հեռահաղորդակցության ընկերությունների հետ։ Արտադրանքը մանրածախ շուկայում իրացնելու համար։ Երկու կողմից ապակեցածք, Gorilla Glass 4 գիգաբայթ հիշողությամբ, սրա հաջողությունը կլինի մոտավորապես $200։ Նմանատիպ հեռախոսները Երևանի խանութներում վաճառվում են մոտավորապես $400-430 սահմաններում։ Էկոնոմիկայի նախարարն էլ վստահեցրեց, կանեն հնարավոր է հայկական արտադրանքը գովազդելու եւ շուկայում պատշաճ ներկայացնելու համար։ Հայկական ARM-Phone-ներն ու ARM-Tab-երը կարող են մրցել հայտնի բրենդների հետ, որակով չեն զիջում, գինն էլ ավելի ցածր է։ Ինքը իր որակի մեջ այսօր նույնիսկ Հայաստան ներմուծվող ապրանքների շրջանակում ավելի նախընտրելի գին ունի։ Այլ բան, որ այս ապրանքը պետք է ճիշտ ներկայացվի նաև մեր շուկայում եւ նաև սպառողների համար ստեղծվեն ավելի հարմարավետ պայմաններ։ Ընկերության գիտահետազոտական անկյունն է, երիտասարդ գիտնականները պլաստիկ են ստանում կարտոֆիլի մնացորդներից։ Պլաստիկն էկոլոգիապես մաքուր է, հողում, ջրում քայքայվում է։ Այն կարող է օգտագործվել եւ կենցաղում եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում։ Վարչապետը ծանոթացավ նորարարությանն ու առաջարկեց. քիմիական հումք չկա, ուրեմն կարող է օգտագործվել նաև որպես պարարտանյութ։ Լավ իջակ տվեցի, անվճար բայց։ Այս պլաստիկները հանդիսանելով բիոդեգրադացվող եւ քայքայվելով հողում ոչ միայն ամբողջությամբ ոչնչանան, այլ հողը սնուցեն նաև անհրաժեշտ նյութերով։ Որպես պարարտանյութ, տոպրակ կամ խաղալիքի հումք, երիտասարդ գիտնականները լսում են բոլոր առաջարկները եւ մտածում տարբերակներ, օգտագործման բնագավառներն ընդլայնելու համար։ Հայկու Հիասատրյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։